իրանց կանոնուս գործին է վերաբերում։ Եթե վերաբերում է, խնդրեմ, 100% գործին է վերաբերում։ To the Parliamentary Assembly report, I have heard and read the passage in your report regarding the countries under a full monitoring procedure concerning Armenia. I specifically want to refer to the statement that formulates that you are deeply concerned by the reports of plots to usurp power by several clergymen. Firstly, it is obvious that you have not done any impartial monitoring. At least no one has contacted me or any unjustly accused clergyman. Yes. Secondly, you have once again constituted that you are nothing less than simple hypocrites, and you just push forward only and only your bloody and dirty geopolitical interests and agenda under the banner of your false and self-serving democracy. Biblically speaking, you are rotten tombs, and I wish the same democracy in your countries as we have it in Armenia. Yes, I assure you, with the help of my reason, Lord, Armenia will be free, and justice and truth shall prevail. Ուղղված է խորհրդի անդամներին այն բանաձևի վերաբերյալ, որ մեր առիթով որպես պլոտ, որպես դավադրություն եւ որպես ուզուրպացիա, ահաբեկչություն ընդունել են հոգեվորականների նկատմամբ, ես էլ ասում եմ, դուք կեղծավորներ եք, փտած գերեզմաններ եք, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, մաղթում եմ նույն դեմոկրատիան լինի ձեր երկրներում, ինչպես Հայաստանում է, բայց Հայաստանը պետք է ազատագրվի, արդարությունն ու ճշմարտությունն էլ պետք է հաղթանակի։ Պաշտպանական կողմի մոտ 2 ժամի չափ, եթե ոչ ավել, առարկություններ է լսեցի, զուտ մեղադրանքի կողմին ներկայացված ապաստանի ծավալի դրա ձևաչափի հետ կապված, իսկ պաշտպանական կողմը ընդհանրապես որովհետև ծավալ ապացույցների ներկայացնելու ցանկություն ունի, որպես այդպիսի դուք միայն առարկությունների մասով եք խոսում, իսկ երբ պետք է ներկայացնեք այդպիսին, էլի, գիտեք ինչ, ես նոր մեկ վարկյան լռություն, էլի, ես վարորդի մասնակիցներին նախորդ դատական նիստերին էլ նշեցի, որ ես որպես նախագահ դատավոր համբերատար կլսեմ յուրաքանչյուրին, բայց չափից ավելին է այս ամեն ինչ տեղի ունենում, բայց որի մեկ դատական նիստին չբավարարեց պահանջը մեղադրանքի կողմին դատարանը հստակեցրեց, թե ինչ